Քվանտային զուգահեռություն Քվանտային համակարգիչները, քվանտային ծրագրավորումը, ընդհանրապես քվանտային ինֆորմատիկան հիմնված է հենց այս մտքի վրա։ Մենք մինչև այսօր ինչ կատարել ենք, ինչ օրինակ բերել ենք, հենց քվանտային զուգահեռությունն է եղել։ Բայց դրա համար մենք առանձնացնենք օրինակով նույնպես եւ շեշտենք, որ մենք հենց իրենից էլ օգտվում ենք։ Մեր գեյթերը, մեր ցանկացած superposition-ը արդեն զուգահեռության էլեմենտ ունի, չկատարի, կախված վիճակ չլինի, չի աշխատի։ Այսինքն ինչ է ստացվում, քվանտային համակարգիչների ամբողջ իմաստն անում է, որ միաժամանակ է կատարում, միաժամանակ պահում է վիճակը քյուբիտների եւ փորձում է միանգամից արդյունք ստանալ, այսինքն եթե պարզ լեզվով ասենք մի տակտում, այսինքն մի գործողություն է կատարվում եւ լուծումը ստացվում է։ Այսինքն ինչ է ստացվում, որ մենք եթե չափում ենք կատարում, նոր ստանում ենք արդյունք, բայց չմոռանանք այդ ներքին արկղը, որը որ երբեմն ասում են սև արկղ, երբեմն ասում են օրակլ, այդ սև արկղը հենց պահում է խնդրի լուծումը superposition կոմբինացիայի ձևով։ Մենք ընդհանրապես ունենք բիթերի հավաքածու, որը քյուբիտ ենք անվանում, ելքում էլի ստանում ենք նույն ձևի։ Եկեք դա անենք քվանտային ռեգիստր, եւ քվանտային ռեգիստրը համակցություն է կոչում, գծային համակցություն, այսինքն քվանտային վիճակ, բայց շատ բիթեր են սրանք։ Անվերջ շատ բիթերը, եթե պետքա գտնվեն համապատասխանության մեջ միասնական գործողություն անենք շատ բիթերը, մենք ինչքան դեմ 2 բիթից ավել չենք աշխատացրել, բելի հավասարակշռություն է կամ բելի վիճակ էր կոչվում եւ այլն։ Այսինքն գծային համակցությունն է, որը կոմպլեքս թվերով, որը որ իր այսպես ալիքային ֆունկցիայով, superposition-ով կապի մեջ է գտնվում։ Ֆորմուլան չենք գնա, մենք մաթեմատիկայից ահագին հեռու ենք։ Ընդհանրապես քվանտային ինֆորմատիկա սովորելու եւ ծրագրավորում ստանալու համար մենք շատ բան պետքա ֆիզիկայից եւ մաթեմատիկայից չխորացնենք։ Մենք կենտրոնանում ենք ծրագրավորման տեխնոլոգիաների վրա։ Գնանք առաջ։ Ուրեմն սա գծային համակցություններ է պլյուսներով, տեսեք ալֆա, բետա անցել էինք, բայց բանից պարզվում է անվերջ սիմվոլներ կարող են մեզ հետ աշխատել։ Իսկ գծային համակցությունը մի հատ արագ ես ցուցադրեմ։ Ահա, տեսեք, քվանտային ռեգիստրը սենց է լինում, եթե այստեղ քվանտային ռեգիստրա մուտք, input, քվանտային 0, քվանտային 1, այսենց վերցնենք։ Տեսեք, ես մի 0 1 0 1 1 գրում եմ, բայց սրանք չմոռանանք, որ քվանտային են, այսինքն պետք է լինի գիծ 1 եւ այս գիծը, այսինքն դեռ որոշված չի։ Եվ հավանական է շատ ենք դրա մասին խոսացել։ Երբ որ դուք input եք անում, output-ում էլի ստացվում է ռեգիստր, էլի ստացվում է 0-1-0-1, էլի քվանտային, բայց արդեն սովորական, քվանտայինից անցնում ենք սովորական, այսինքն 0 0 1 0 0 0 0 1։ Ընդհանրապես պայմանավորում են աչից ձախ, թե ես ինչու վերևից ներքև այրեցի, այսինքն սա output-ն է։ Եվ քվանտային ծրագրավորման կոմպյուտերի իմաստն է, որ ստանում ենք մուտքում բիթեր, քյուբիթեր, ելքում ստանում ենք իսկական բիթեր, նույն քանակով են իրենք։ Ահա այսպիսի տեխնոլոգիա։ Մեզ մոտ ճիշտ ասած ես ռեգիստրը այսպես պետքա գծեի ու ռեգիստրը այսպես ստանայի։ Ստեղ 1-ից n, անպայման ստեղ էլ 1-ից n։ Եվ ստեղ առակուլա է կոչվում, oracle։ Առակուլա, որը այսպես բան է կոչվում, կախարդական ձևով լուծումը պահում է բազմակի բիթերի կամ գեյթերի ավելի շուտ սուպերպոզիցիայի, entanglement-ի, ինտերֆերենցիայի եւ այլն, ես ստացվում է լուծում, հրաշալի լուծում։ Ասենք 0-1-1-1 քվանտային տալիս ենք, լուծում է այստեղ է գտնվում, ինքը դες տալիս է լուծումների գալիս է, որից կարող եք եւ մեկը վերցնել։ Սա մեր մոդելն է։ Այս մոդելը մենք փորձում եմ ցուցադրել, որ մուտքի մաս, ելքի մաս եւ առակուլա, այսինքն ինքը գտնվում է ինչա կոչվում oracle են անվանում, բայց երբեմն սև արկղ է համարվում։ Սա մեր քվանտային հենց համակարգչի
աշխատանքի հիմքն է։ Հիմա մենք գծային օպերատոր կհամարենք մաթեմատիկա, կարող եք այս մասը չլսել, եւ մեզ գծային օպերատորը պարզա գծային կոմբինացիան կարող ենք բացել այս ձևով։ Մեզ պետք է գալու, այսինքն այս գծային օպերատորը, երբ որ դուք ուզում եք զուգահեռությունը բացատրեք, ստիպված ենք դրա հետևից ընկնել։ Հետաքրքիր է, այս բոլորը, եթե դուք դնում եք համակցության մեջ գծային օպերատորով, բոլորը գտնվում են մի վիճակում, սուպեր դիրք ասեք դեռ որոշված չի, իրանք միասնական են գործում, այ ամբողջ հրաշքը դրանում է, որ իրանք ճիշտ է, դեռ չգիտեն իրանք ովքեր են, դեռ չգիտեն հավանականն է, բայց միասնական են գործում։ Ուրեմն հենց այս գծային համակցությունը, այստեղ ֆորմուլա է գրած, ոնց ենք ստանում, T-AB-ն բացում է այսպիսի մի հատ ֆորմուլայի, համակցությունը T-երով շարժվում է ամեն անդամի վրա։ Այսինքն ստացվում է, որ գծային օպերատորը գծային համակցության հետ աշխատանքի մեջ է։ Էլ եմ ասում, մաթեմատիկա չենք խորանում բացարձակ այնքան, որ ուղղակի իր մասին լսեցինք։ Հանեք ձեր մտքից։ Մենք ինչպես գիտենք, մեզ մոտ օրինակում կլինի այսպիսի ալիքային, superposition վիճակ կամ ալիքային կապ, ստացվի, որ AB-ն տենզորային արտադրյալ է։ Այստեղ ես ուզում հիշեցնեմ, մենք անցել ենք տենզորային արտադրյալ։ Հատուկ գեթերի ժամանակ մի բիթանոց գեթերի հենց առաջի դասում է։ Եթե այս ձևի եք հանկարծ տեսնում, սա չխառնեք, սա ըստ մոդուլի է, XOR է, մեր կլասիկայից եմ ես դա ասում, այսինքն այս երկու օպերատորները հանկարծ չխառնել, ապա մենք ստանում ենք T-ի համար, ասենք AB-ի համար, եթե երկու հատ են, մենք մոտարապես ստանում ենք գծային օպերատորը, այսինքն մենք գծային համակցությունից հետո մենք ստացանք գծային օպերատոր T-ն մոտարապես այս կարգի է, ինքը գտնում է այդ վիճակում։ Պարզա նրա A-ն ու B-ն վիճակները սուպերպոզիցիան երկու բիթի դեպքում այսպես կլինի, տենց նայենք եւ կստանանք համակցությունը մի այսպիսի ֆորմուլով։ Չենք խորանում։ Մեր ամբողջ իմաստը հիմա ընդունել, որ եթե դուք ծրագրում, այսինքն մուտք եք կատարում, այդ մուտքի ժամանակ իմ գծագրում երևում է, որ ինքը գտնում է օրակլում դեռ չորոշված, բայց կոգերենտ վիճակում, կոգերենտ շնակում է շուտով ընկնելու եմ, շուտով տեղս որոշել եմ բիտ դառնալ, շատ քիչ է, կոգերենտությունը վտանգավոր է, միանգամից դեկոգերենտ է դառնում։ Այդ փոքր հատվածում միլիվարկյան է, չգիտեմ, չքան է, կամ մի քիչ մեծ ժամանակներ էլ, այդ կոգերենտությունը պաշտպանելու համար ինքը գտնվում է այդ վիճակում եւ ինքը զուգահեռության հենց ի-ն է, հենց սկզբից սուպերպոզիցիան եւ քվանտային վիճակը հենց ի-ն է, ինքը զուգահեռ է, բայց լուծում չունի եւ հավանականային վտանգ ունի, հավանականությունը իրան կասի, որ դու այդքան ճիշտ չես, որ դու այդքան ճիշտ չես։ Հա, ստացվեց, որ մենք ինչ ենք կատարում։ Մենք ալգորիթմներ ենք ստեղծում, բոլոր հաշվարկները միաժամանակ են գնում, սպասում են, հաշվարկը արդեն արված է։ Եվ այդ հաշվարկի արդյունքում ինտերֆերենցիա կոչում։ Ինտերֆերենցիայի միջոցով մենք ճիշտ ինտերֆերենցիա որ անենք, դա ֆազային շեղում է, ալիքը կանգնացնել է, որ ձևով ենք ուժեղացնում, որն ենք թուլացնում, մենք կանցնենք Ռովերի ալգորիթմում, կտեսնենք։ Մեզ պետք է միայն այն արդյունքը, որի լուծում ուժեղացված է, այսինքն ինտերֆերենցիան թույլ է տալի հենց այդ ոնց ասեմ, մասնիկների ալիքային կապը ցանկացած ատոմում էլեկտրոն մյուս էլեկտրոնի հետ, ասենք մոլեկուլում էլեկտրոնը մյուս էլեկտրոնի հետ գտնում է կապի մեջ։ Այդ ինտերֆերենցիա ալիքային կապը մենք պետք է ղեկավարենք, ուրեմն ծրագրավորողները նախնական պատրաստումից հետո պետք է խելացիորեն այն լուծումը, որը որ մեր ռեգիստրը կտա, ուժեղացնենք, այն լուծումը, որը մեզ լուծում է համարվում, բայց հատուկ հրամանների միջոցով եւ դա մենք անցել ենք ինտերֆերենցիան հատուկ դաս է, որ ինքը ֆազային փոփոխումով իրանք ունեք վատ լուծումները մարել եւ լավ լուծումները աճացնել կոնստրուկտիվ եւ դեստրուկտիվ ձևով, ալիքը կոնստրուկտիվ ձևով գումարվում է, դեստրուկտիվ ձևով մարում է, չերի մեջ ալիքները փորձեք կտեսնեք։ Այդպիսի բան կա,
Այդպիսի ալգորիթմներից է, որը կանցնեն Grover-ի ալգորիթմը, Shor-ի ալգորիթմը, որտեղ օգտագործվում է հենց այս սկզբունքը։ Օրինակ Shor-ի ալգորիթմում ինտերֆերենցիայի միջոցով է արտահայտում պարբերականությունը, այնտեղ Fourier պարբերականություն կա, ամենաբարդ դասերից է ինքը, եւ Grover-ի ալգորիթմը, որը ուժեղացնում է ամպլիտուդները, այսինքն մենք ամպլիտուդները ուժեղացնում ենք այդ ձևով եւ փորձում ենք աշխատել։ Հիմա որևէ օրինակ մաթեմատիկորեն մենք ոչինչ չասացինք, կրկնեցինք ինչ ասել ենք։ Ուղղակի մաթեմատիկորեն ներկայացրեցինք, որ մեզ մոտ այսպիսի գծային կարճ ասած օպերատոր կա տեն, որը որ կօգնի մեր ինտերֆերենցիան ճիշտ ուղղորդենք, մաթեմատիկա է։ Եվ այժմ փորձենք հասկանալ որևէ օրինակ, որը շատ օգտակար է։ Մենք կլասիկայից եկած մարդիկ ենք, հիմա ինչ ասացինք այդքան հեշտ չի, թեկուզ գաղափարը կրկնվեց, նորից եմ ասում։ Նույն բանն եմ կրկնել, որ զուգահեռ ի-ծ-ն է մեր քվանտային ալգորիթմները, եթե գտնում են superposition համակարգի մեջ, գտնում են, ել եմ ասում, գծային օպերատորի, գծային համակցության եւ նրա օպերատորի օգնությամբ կապի մեջ, ապա ինքը միայն եւ միայն չի կարող զուգահեռ չաշխատի։ Օրինակ, ունենք այսպիսի մի հատ բլոկ բան։ Մեր կլասիկայից ունենք and-ա, or-ա եւ ոչ կա այստեղ մի հատ էլ։ Սա մի հատ տրամաբանական սխեմա է, ABC-ին 00001 9 տարբերակներ եք տալի, այսում ստանում եք որևէ արդյունք։ Ստեղ հաջորդական է գնում, ստեղ զուգահեռ չի կարող, մինչև end-ը չանի, մինչև end-ը չանի, ինքը լուծման չի կարող հասնել։ Պարզ է, այսինքն մինչև սա չվերջացնի, սրա հետևից չի գնի, ոչ զուգահեռ, առավել ևս, մինչև սա չվերջացնի, այստեղ գործողություն չի գա։ Այսինքն ստացվեց, որ կլասիկ սխեմաներում ակտերով մենք սխեման առաջ ենք տանում, այս խեղ 0, ասենք 0, 1, 0, ինչ որ ձևով, ասենք այս 0-ն գալիս է ստեղ, մեկը դառնում, մեկը end-ի հետ, մեկը դառնում եւ այլն։ End-ից չէ, մեկը պետք է մյուս մեկերի հետ լինի որ, բայց այս մեկը, եթե սրանք էլ են 1, դոր տալիս է 1։ Or-ը, խնդրեմ, եթե ստեղ 0, 1, 0-յա, or-ի դեպքում արդեն խնդրեմ, սա 0, 1, 0-յա, or-ի դեպքում մեկը կշարունակվի։ Մենք դա գիտենք, դրա հետևից շատ չենք վազի։ Այս սխեման ասում է, որ այս ֆորմուլան է իրականացված։ Տրամաբանական AB, տրամաբանական, ուրեմն տրամաբանական եւ AB, տրամաբանական եւ AC եւ BC։ Այս երեք կոմբինացիաները տրամաբանական կամով ինքը աշխատացնում է։ Ստացվում է, որ այս սխեման, ինչ որ ես մի քիչ առաջ նշեցի, խնդրեմ, այս ֆորմուլան, այս սխեմայի ֆորմուլան է։ Իրա դեզյունկցիվ կոնստրուկտիվ կարճ ասած տրամաբանական ֆորմուլան է։ Հիմա խնդիր առաջինը մի հատ նորից հիշենք, եթե սա քվանտ լիներ, ինչ կլներ։ Quantum լիներ, ասենք քվանտային սխեմա ենթադրաբար։ Հետաքրքիր է, որ ես ասենք ստեղ տալիս է քվանտային ենթադրենք 0, քվանտային 1, քվանտային 0։ Հետաքրքիր է, բոլորը միաժամանակ գտնվում են կախվածության մեջ։ Այսինքն բոլորը անցնում է լուծման ինտերֆերենցիան, ալիքը անցել է բոլորի մեջով։ Բայց դեռ որոշված չի, մինչև m-ը չտանք, measurement, չչափենք, աչքն է ֆիզիկայի, մինչև չես դիտում էլեկտրոնին, էլեկտրոնը չի կողմնորոշվում։ Ֆոտոնը պոլարիզացիա չի լինում, պետք է իրան նայել։ Ահա m հրամանը որոշիչ հրաման կդառնա այս պարագայում եւ մեր իմացած մոդելում, այս մի քիչ առաջվա նշանակված մոդելում, ստեղ սուպերպոզիցիա, ստեղ, այսինքն այս բոլոր համակցությունները սխեմանն են, այս ձևի սխեմա չի մերը պարզա։ Իրանք գտնվում են սուպերպոզիցիայի մեջ, հենց չափում եք ինտերֆերենցիայի միջոցով լուծումը գալիս է, ստեղ տալիս է կամ 0 կամ 1, վերջ։ Սովորական կլասիկա։ Ահա ստացվում է, որ սովորական սխեման ես նայեցի մի հատ կլասիկով, ենթադրաբար այսպիսի սխեմա մենք չունենք։ Կոմպյուտերը քվանտային ոնց կլուծեր։ Նորից եմ կրկնում, ինքը կախված վիճակ, այսինքն superposition վիճակա, այդ superposition վիճակը լավ լուծումները պետք է ուժեղացնենք, վատերը հանենք։
զուգահեռ դա գնում, սա կարևոր է, զուգահեռ։ Այս բոլորը գտնվում են զուգահեռ կապի մեջ, բոլոր միմյանց հետ, այս սրա հետ զուգահեռ է, եւ երկրորդը չմոռանանք, որ այդ սուպերպոզիցիան ղեկավարելով գեյթերով մենք հենց չափում ենք մեր ուսած արդյունքը տալիս է։ Քանի որ ինքը հավանականային է, ցանկալի է շատ չափել, ժամանակը կորցնել 10,000, 100,000, 100, շատ չափելու դեպքում մեր լավ լուծումները կուժեղանան, վատ լուծումները կիջնեն եւ մենք վերջում կունենանք իսկապես կլասիկայի մոտ լավ կամ լուծումներ։ Խնդրեմ, սրա տրամաբանական էլեմենտը կարող եք նայել ABC 0-ից մինչև 1 եւ վերջապես հասանք միտեղ, որտեղ ոնց ենք իրականացնում։ Պատասխանը հետեւյալն է։ ABC-ն մեզ մոտ մուտքեր են, սա քվանտային մուտքեր են, քվանտային սուպերպոզիցիոն չի, բայց քվանտային 0 է, իսկական բազային 0, բազային 0, բազային 0։ Հիշեք, քվանտային 0-ներ են բոլորը ամենասկզբում։ Մենք ստանում ենք օգնող տղաներ, անսիլս են կոչում, ոնց որ իրանց անունը, մի հատ ես էլի տեսնեմ, անսիլիաս, այս անուն ունի, օգնողները միշտ այդպես են վերցնում, ես 0-1, եւ ինչ է կատարվում, որպեսզի ես կարողանամ այս սխեման աշխատացնեմ եւ ստանամ այս տրամաբանությունը, ես պետքա քվանտային ձևով տրամաբանական AB անեմ, տրամաբանական AC անեմ եւ տրամաբանական BC անեմ։ Տրամաբանական եւ է կոչվում։ Կամով միացնենք իրանց, այսինքն սա էլ կամն է։ Ահա, այս էլ կամն է։ Ոնց ենք անելու կամ ինչպես ենք կատարելու։ Ահա CC նոթը կամ C նոթը ինչ էր անում։ A-B-ն եթե 1 են, ստեղ մեզ գալիս է կարճ ասած 1, սա CC նոթն է։ Ուրեմն, եթե A-B-ն CC նոթ հրաման անցել ենք, C նոթ հրամանն է ստեղ հետ գալիս եւ այս մեկը C նոթն է։ Դա մասին արդեն ասել ենք, կոնտրոլյորումի նոթ, երկու կոնտրոլյորումի նոթ, այսինքն երկու կոնտրոլով նոթ։ Այսպիսով միացիսի նոթ սրա առնենք միջանկյալ մի հատ AC-ի հետ ստեղ ենք դնում եւ BC-ի հետ այստեղ ենք դնում, այսինքն մեր տրամաբանական սխեման այս սա եւ սա արտապատկերված է, ծրագրավորողները քիչ-քիչ կընտելանան, շատ չենք խորանում, ժամանակ էլ չունենք, որ իմաստ չկա ծրագրային էլեմենտի ինչու իջուների խմբից, այս երյակը մեզ մոտ տրամաբանական եւը կատարեց։ CC նոթով այս 3-ը, բայց սա մեր գլխավոր լուծումը չի, մենք պետք է S ստանանք, այս S-ը։ Հիմա, եթե դուք մի հատ էլ ասիլ միջանկյալները C նոթով տանեք, դնեք վերջնական արդյունքի վրա, դուք կստանաք իսկական պատասխան։ Ահա եւ իր մոդելը, որ ես ներկայացրեցի, հիմա ջնջեմ, որպեսզի մեզ չխանգարի, գեղեցիկ մոդելը իր գեյթերով է կոչվում, IBM այսպես է սիրում շատ, գեյթերով է կոչվում, ունենք 3 հատ կարճ ասած տրամաբանական, քյուբիտ մուտք 0 վիճակում, միջանկյալ օգնող էլեմենտներ, այսինքն 6 հատ քյուբիտ ենք ունենում եւ ունենք նախնական 0 S output-ը կամ ռեզուլտատը, SS-ը կշարունակվի կգա այստեղ, այսինքն մենք S-ում պետք է ստանանք, ինչ կոդեր տանք, պետք է ստանանք նույն աշխատանքով։ Այստեղ բացատրված է ամբողջը։ Ծրագիրը խնդրեմ, եկեք նայենք։ Շատ հեշտ է, անցել ենք արդեն, operation են գրում, ABC-ն քյուբիտ վիճակում է, S-ը քյուբիտ վիճակում է եւ վեկտոր ենք ստեղծում։ Այս վեկտորում վեկտորի լավը նաեւ նա, որ դուք կարող եք հենց զուգահեռաբար իրար կապված մեջ անել առանց ծրագրային հեշտ հնարքներից մեկն է։ Վեկտոր ենք անում։ Խնդրեմ, AB-ն 0-ի, այսիլ 0 ենք տանում, control-ը մի հատ կնեք, control նոթը, եթե դուք տեսնեք, ինքը կարճ ասած շրջում է այս 0 վիճակը, եթե այս երկուսում էլ 1 է։ Շրջում է այս վիճակը, որը 0-ի է սկզբից, եթե ստեղ 1 են, հակառակ դեպքում նույնն է թողում։ Շրջում է մեր միջանկյալ կոդ 2-ը, եթե BC-ում 1-եր են։ Սա end հրամանն է, զուգահեռ կանգնած է, դեռ լուծում չկա, դեռ ոչ մի
այսպես ասած ինֆորմացիա չի փոխանցվում։ Ինֆորմացիան փոխանցվում է, երբ որ ամենավերջում կատարում ենք measurement, այսինքն չափում ենք, ֆիզիկայում աչք ենք համարում, նայում ենք իրան, եւ ինքը մի տակտով կլուծի։ Խնդրեմ։ Հաջորդը մեր այդ միջանկյալ օգնող կոդ 0-ն սինոթը անում, եթե 1 է, S-ը փոխում է վիճակը, եթե կարճ ասած S մեկն է 1 էլի է փոխում, եթե S մեկն է 1 էլի է փոխում։ Հերթով իրան փոխում 1 0 1 0 1 0 կարևոր չի։ Կարևորը մենք ստանում ենք կլասիկ անդամներ, այսինքն ես գործողություն եմ կատարում եւ սինոդ BC եւ այլն երկու մեկով ես կարողանում եմ հետ ենք բերում։ Սա կարևոր չի արդեն։ Այս հրամանը բացարձակ մեզ պետք չի, ասեմ ինչու։ Հետագայում ծրագիրը աշխատացնելու համար մենք պետքա հին կոդերը ստանանք նույնը, նախնական վիճակ։ Տեսեք գրում է 0-յականի։ Կարճած այս մասը երկրորդական է։ Չգրեք, գրեք կաշխատի այս ծրագրում, բայց ձեր ծրագիրը մի հատ բլոկ չի ունենալու եւ մեկը մյուսի հետ համակցելու համար դուք ինչ գործարել եք, չափել եք, բերեք նախնականին, եթե դժվար չի, որսի ծրագիրը կոչի շարունակական։ Եվ սկսենք արդեն entry point-ով, այսինքն մուտքը։ Խնդրեմ, վերցնում եմ 3 հատ քյուբիտ, մենք ստեղից օպերատորը վերցրել էր 3 հատ օգնող քյուբիտ, հիմա մենք իսկապես ունենք 3 քյուբիտ, այս 3 քյուբիտները absolute 0 են, 4-րդը S-ը արդյունքը կլինի այստեղ, էլի absolute 0 է, ասենք քվանտային 0 է, եւ շարունակենք։ Հիմա փորձենք X-ին տալ A, A-ին տալ 1, սխալ ասեցի, B-ին տալ 1, C-ին տալ 0։ Եվ չափենք, հա ուղարկենք առակոլը, այսինքն ուղարկենք կախարդական աշխարհ, այս ախարդական աշխարհում այս 4-ն էլ ուղարկենք, ինքը լուծումը մեզ return-ը անում, այսինքն փոխում է այդ վիճակը եւ measurement ենք անում, որը չափում ենք։ Հիմա 1 1 0-ն մեզ մոտ ինչ է, գնանք տաբլիցան։ Աղյուսակը 1 1 0-ն տալիս է 1։ Գնանք նայենք։ Մի վարքյան, ծրագիր դեկցում։ Ու աշխատացնենք, հիմա մեզ մոտ 1 1 0 է։ Տեսեք 1 տվեց, այսինքն աշխատացեց 1 1 0-ն 1 տվեց, եկեք փորձենք որը, որևէ մի այլ տարբերակ, 0 ստանանք, 1 0 0, այսինքն ան 1-ը, սա էլ է 0, եթե ես իրան չեմ շրջում սովորական, մնում է իր հին վիճակը, 1 0 0, և control F-ինք, 1 0 0-ն պետքա 0 տար, ինքը առակոլան աշխատում է քվանտային էմուլյացիայով, դրա համար մենք սպասում ենք, այսինքն մենք հենց հիմա մի քիչ սպասում ենք, տեսեք 0։ Ինչ ստացվեց։ 1 0 0-ն ըստ մեր տաբլիցայի կամ աղյուսակի, այսինքն ըստ մեր աղյուսակի, որը որ մենք ցանկանայինք ձեզ ներկայացրեք, 1 1 0-ն այս մասը տալիս է 0։ Ահա այս աղյուսակը, այս կլասիկ սխեման մի տակտով զուգահեռաբար կանգնելու պատճառով, մի տակտով ինքը մի հատ կարճ ասած գործողությունով զուգահեռաբար խնդիրը լուծել։ Կլասիկը ստեղ հաջորդաբար պետք է սխեմայով անցնել իրար հետևից։ Նախորդ օրինակի փոքր շարունակություն հիմա դիտարկենք։ Այն օրինակը, որ ես նշեցի, որ 1 0 0-ն տալիս է 0, իսկ 1 1 0-ն տալիս է 1, հիմա 1 1 0-ն ուղղակի ես ցույց տամ քվանտային գեյթերի միջոցով։ Ու դրանով ավարտենք, շատ կարճ։ Խնդրեմ, եթե ես փորձեմ հիմա մի վարքյան, այսպես, A, B-ն 1 են, C-ն 0, պայմանավորվեցինք։ Ան 1 է, B-ն 1 է, CC control, եթե երկուսը 1 է, ապա ANSI-ը, որը 0 է, սարքում է 1։ Շատ լավ, այս մեկը ստացանք։ Մյուսը CC նոթը ասում է, եթե ան 1 է, C-ն 0 է, 1 է, այս 0-ն կմնա 0։ Ես CC նոթն եմ բացատրում։ Եվ B-ն 1 է, սա 0, այսինքն երկուսն էլ պետք է 1 լինեն, որ 1 լինի, սա կրկնվում է 0-ն։ Ստացվեց 1 0 0։ Հաջորդը մեր ծրագիրը այդպես էլ աշխատում է։ Հիմա սինոդներ ենք օգտագործում, 1 է։ Տեսեք, եթե 1 է, ապա այս նախնական 1 0-ն դարձավ 1, շրջեց։
Դարձավ S-ը 1, բայց չգիտենք վերջում ինքը 1 կլինի թե չէ։ Քանի որ սա 0 է, ղեկավարողը, 1-ը մնում է նույնը։ Քանի որ սա էլ է 0 ղեկավարումը, էլի 1-ը մնում է նույնը։ Այսինքն ստացվում է մեզ մոտ, որ արդյունքը այս վարքյանին S1 արդյունքը բավարարեց կարճ ասած 1-1-0 մուտքի դեպքում, խնդրեմ, կարող եք նայել աղյուսակը, 1-1-0 մուտքի դեպքում ստացվեց 1, ասա գեյթերով ապացույց է, գեյթերով ներկայացում է, որը մանրամասը և հասկանալի է կոչվում։